մեծ գրավականը իմ ու քո ընկերությունն է։ Այս ուղղակի ես կուզեմ, որ բոլորը այս մեսեջը իրենց համար վերցնեն։ Ինձ թվում է շատերը բաց թողնել ասելով պատկերացնում են մարդկանց։ Ինչից է եկել ժամանակը իմ կյանքում, որ պետք է ազատվել։ Հարկոծողների թիվը ապշեցնում է։ Այդ փուլերը, այդ վշտի ընդունման անցնելու վերջում ընդունումն է։ Դա լրիվ հակառակ ազդեցությունն է ունենում, Եթե ինչ-որ բան ունեք հետ գցած ու մտածում եք, որ պետք է անել, հենց վաղը սկսեք։ որովհետև այդ նշանակում է կյանքը վերցնելու այսպես շուռ տալ։ Երբ որ ինձ ասում են, որ դե մեր մոտ չստացվեց այդ շատ վատ էր, ես միշտ հարցնում եմ չստացվեցի, տակ ինչի նկատի ունեք։ Ինչ է անելու ես վերջին 4 տարվա ընթացքում, եթե չլիներ այլ կարծիքը։ Բարև ձեզ սիրելի այլ կարծիքասերներ, սիրելի գեղեցկագույն համայնք, ողջունում ենք ձեզ ամենայն հավանականությամբ ամենայն հավանականությամբ չէ, այս եթերաշրջանի վերջին անգամ, ուզում ենք շնորհակալություն ասել բոլորին, ով այսօր այստեղ է, մեզ հետ է, միացել է մեզ եւ իր 1 ժամ, բավականին թանկ ժամանակը հատկացնում է այս content-ին։ Ուզում եմ հիշեցնել, որ ամեն դեպքում անկախ նրանից վերջին եթերաշրջանի վերջի էպիզոդն է, թե ինչը, ամեն դեպքում բաժանորդագրվեք, вам всё равно нам приятно։ Այսօր տենց մի քիչ երկար եմ խոսելու մեր գործընկերոջ մասին, Էվոկայի, ով վերջին ուղիղ մի տարին սատարեց, աջակցեց, որպեսզի այս պրոյեկտը մնա իրականություն եւ տեղի ունենա 3-րդ ու 4-րդ եթերաշրջանը, ինչի համար մենք անսահման շնորհակալ ենք Էվոկային, որ գնահատեց ոչ թե բաժանորդների քանակը, ոչ թե դիտումների քանակը, այլ որակը, ստեղծած արժեքը եւ նույնիսկ մեր գործընկերները մեզ մի անգամ ասեցին, որ սերունդ եք կրթում ու այդ արտահայտությունը մեզ համար համ շատ հաճելի էր, համ շատ պարտավորեցնող էր, համ եւս մեկ անգամ վալիդացրեց այն, ինչ սկսել ենք անել եւ չենք դադարել այս գրեթե 4 տարվա ընթացքում։ Այնպես որ սիրելի Էվոկա, մենք գիտենք, որ նայում են մեզ Էվոկայի թիմից, մենք անխնա գետնախոնար շնորհակալ ենք, որ հավատացիք այս նախագծին ու 2 եթերաշրջան շարունակ օգնեցիք մեզ դարձնել այն իրականություն, չգիտեմ, պլյուս ծիծիլոն ձեր կարմային։ Այսօր շատ ուրիշ թեմա ենք քննարկելու, այսպես ասեմ, որովհետև ինքը վերջում մի քիչ ավելի փակագծերը կբացվի, ինչի ենք ընտրել այս թեման, խոսելու ենք Բաց թողելուց։ Նելին այսօր այստեղ։ Ինչ ենք այս թեման ընտրել, որովհետև կարծում եմ այս 4 եթերաշրջանի ընթացքում քննարկվել են բազմաթիվ թեմաներ։ Ես կարծում եմ, որ վերջին եթերաշրջանի վերջին էպիզոդը կարելի է ավարտել հենց բաց թողնելու մասին։ Բաց թողնելու այն ամենը, ինչը որ ժամանակն է եկել, որ պետքա բաց թողնել։ Մենք խոսել ենք բազմաթիվ անգամ ճգնաժամերից, մենք խոսել ենք բազմաթիվ անգամ ինչ-որ նոր этап անցնելուց, ու երբեք չենք խոսել նրա մասին, իսկ ոնց է պետք զգալ, հասկանալ, որ պետքա բաց թողնել ու առհասարակ այդ բաց թողնելը ինչի մասին է։ Ես իրականում կուզեմ երևի թե այս խոսակցություն սկսել նրանից, որ ունեմ խոր համոզմունք նրանում, որ այն ինչ որ բաց ես թողնում ինքնակամ, գալով այդ կետին, հասկանալով, որ քո կյանքում արդեն այդ պահը եկել է, անկախ նրանից դա հեշտ է, դժվար է, ինքնակամ։ Դրա փոխարեն միշտ գալիս է ավելի լավը։ Այդ կարող ենք, ինձ թվում է, եթե ցանկացած մարդ հիմա ինքն իրան հարցնի, կհամոզվի, որ դա այդպես էլ կա։ Ավելի դժվար է հարցը այն բանի հետ, ինչը որ մեր կամքից դուրս է գնում մեր կյանքից, ժամանակից շուտ է գնում, բարդ է գնում, տոքսիկ է գնում, բայց այն ինչ որ Չենք ուզում գնա, բայց պիտի գնա, բայց պիտի գնա, ուզում ենք պահենք, բայց ինքը գնում է, բայց այն ինչ որ դու քո մեջ գալիս ես որոշման, որ բաց թողելու ժամանակն է, միանշանակ փոխարինվելու է այլ ավելի լավ բանով։ Այս ուղղակի ես կուզեմ, որ բոլորը այս մեսեջը իրենց համար վերցնեն, որովհետև ես կարծում եմ, որ միշտ վախենալու է բաց թողնելը, որովհետև այդ բաց թողածի փոխարեն տեղում միշտ ձևավորվելու է ինչ-որ դատարկություն։ Այդ դատարկության հետ որոշ ժամանակ պետքա լինելու մնալ տետ-ա-տետ
ապրել ու միանշանակ ինքը զգացվելու է, որ ինչ որ բան կար, հիմա չկա ու այդ ինքդ քեզ համոզելով չի էլի, որ ամեն ինչը լավ է, չէ, վատ է լինելու հաստատ ու այդ պետքա լինելու ընդունել, բայց եթե ամեն դեպքում հավատացած ես ու վստահ ես ու դրա համար անում ես ամեն ինչ, որ դրա փոխարեն գա նորը, ես կարծում որ այդքան անտանելի բարդ չի լինում այդ շրջանը։ Մեկ, երկրորդը ես նաև կարծում եմ, որ բաց այդ բարբերաբար այդ մաքրությունը ու որքան, հա, սեփական կյանքում անելը կարևոր է։ Շատ իրոք խորհուրդ կտամ մեր ամբողջ լսարանին, բարբերաբար այդ հարցը ինքներդ ձեզ տալ, ինչից է եկել ժամանակը իմ կյանքում, որ պետք է ազատվել։ Դա բացարձական պայման չի լինի ինչ որ տոքսիկ բաների, նաև բնականաբար, բայց տոքսիկ բաների մասին, վատ բաների մասին, տխուր էմոցիաների մասին, դա իրոք կարող են լինել ինչ որ իրողություններ, մարդիկ, ընտրություններ, որոնք էլ ձեր մասին չեն։ Ու մինչև դուք չազատեք տարածքը, նորը չի գալու, ուղղակի չի գալու, ոչ էլ երևի թե դուք եք ունենալու ցանկություն այդ նորը փնտրելու, նորը գտնելու։ Իրականում ինձ թվում է շատերը բաց թողնել ասելով նույնիսկ դեպս մի որոշ ժամանակ առաջ ես էլ չեմ ուզի абստրակտվել, մարդիկ պատկերացնում են մարդկանց եւ հարաբերություններ։ Հա։ Բայց այդ իրականում վերաբերում է մեր կյանքի գրեթե ամեն ինչին։ Միանշանակ։ Դա վերաբերում է աշխատանքին, դա վերաբերում է իրերին, դա վերաբերում է բնակարանին, ընդհուպ գույքին, որովհետև էմոցիոնալ կապվածություն հնարավոր է ստեղծել ցանկացած միջավայրում, ցանկացած երևույթի մարդու առարկայի հետ։ Մենք բոլորս էմոցիա ունեցող եւ էմոցիաներից կախված մարդիկ ենք, անկախ նրանից, թե մեր էմոցիոնալ դիապազոնն ինչքան մեծ է կամ ինչքան փոքր է, յուրաքանչյուրս ունի այդ մի տեսակի ինչ որ էմոցիան թեկուզ, որը իրան կապում է ինչ-որ մի բան, իսկ որտեղ կա էմոցիոնալ կապվածություն, մի քիչ դժվար է լինում սառը դատողությունը եւ ռացիոնալությունը միացնել։ Ինձ մոտ ամենայն դեպս տենց է, էլի մոտ այդքաները տենց չի, որովհետեւ իր մոտ մի քիչ դժվար է էմոցիան միացնել։ Չկատակ եմ ամսերս միացել է։ Տեղնանք են, հա։ Իմ մոտ էլ հակառակն է, ռացիոնալությունն է ինչ որ միացել, դուրս չի գալիս, խնդրում եմ իմ գործարանային կարգավորումները վերադարձնել։ Բայց շատ դժվար է ազատվել այդ ամեն ինչից։ Մարդիկ տարիներով աշխատում են ոչ սիրելի աշխատանքի, ինչ է թե կոլեկտիվը լավն է, ինչ է թե այդ տնօրենը լավն է, ինչ է թե դե ես երկար եմ ստեղ աշխատում, սովորում ես։ Ուղեղդ վախիցել, որովհետև ամեն դեպքում ուրիշ տեղ ավելի վատ է լինելու։ Ամեն դեպքում ստեղծվում է կոմֆորտ զոնա, ցանկացած ծանոթ միջավայրում, եթե նույնիսկ այդ ծանոթ միջավայրը շատ վատն է։ Ամեն դեպքում դու ձեռք ես բերում ինչ որ գործիքակազմ, մեխանիզմներ այդ վատի մեջ ապրելու, արձագանքելու, ինչ որ լծակներ, ինչ որ զսպանակներ եւ այլն ու ինչ որ պահի այդ վատը դառնում է մի աննկարագրելի կոմֆորտ զոնա, իսկ այն ինչը նոր է, ինքը տենց հայտնի չի, լավ է, վատ է, ինչ գույն ունի, ինչ համ ունի, ինչ տարածք ունի, ինչ էմոցիա կտա ու այո, այդ վախից ելնելով, անորոշության վախից ելնելով, ու էլ եմ ասում, ես չեմ ուզում абստրակտվեմ, ես ինքս ընդհուպ այսօր աշխատում եմ, որ իմ էմոցիոնալ կապվածությունը ինձ հետ չպահի լիքը քայլերից, որոնց համար պետքա գնալ դեպի այդ անորոշությունը։ Բայց դա շատ դժվար է։ Ես ու շատ ուրախ եմ, որ ես հիմա առաջին դեմքից եմ խոսելու, ոչ թե ինչ որ թեորիայի մակարդակով, դա սարսափելի է։ Այդ զգացողությունը, որ մասնապես եթե դու մի քիչ էլ overthink անող ես, այդ Կիկոսի մահի պատմությունն է դառնում, 2-3 տարվա սցենար ես գրում ու վերջնարդյունքը հիմնականում դուրս չի էլ գալիս, որտեղ ուղեղդ ամեն ինչ անում է, որ քեզ համոզի, որ այնտեղ լավ չի լինելու։ Երեք ընկերներից մեկի հետ էի խոսում, ասաց կլինի դու այսօրվանից պրոստը ոչ մի բանից չվախենաս, այդ արտահայտությունը կարդալը ինձ վախեցրեց, ճիշտն ասած, որովհետև այդ նշանակում է կյանքը վերցնելու այսպես շուռ տալ։ Դա բարդ է, բայց դա աննկարագրելի, անհրաժեշտ է ինչ որ տեղերից դուրս գալ, նոր տեղեր մտնելու համար։ Պատկերացրեք, ամբողջ կյանքում դուք նստած եք ձեր տան ճաշասենյակում, չգիտեք որ կա խոհանոց, չգիտեք որ կա սանհանգույց, ինչ անում եք այդ մի ճաշասենյակում եք անում, չգիտեք որ դրսի դուռը բացեք, դուրս գաք այնտեղ պոդյեստ կա, հարևաններ կան, շենքից դուրս գաք այնտեղ բակ կա, բանկից դուրս գաք այնտեղ մեծ փողոց է,
փողոցից դուրս գաք միգուցե օդանավակայան հասնեք, այլ երկրներ ճամ, բայց դուք ամբողջ ընթացքում ձեր կյանքի այդ մեկ միավոր 10 քառակուսի մետրանոց ճաշասենյակում փակված մտածում եք, որ դա է ձեր կյանքը։ Ու այս իմ 3 գիշերվա ինսայթներով եմ կիսվում ամենայն անկեղծությամբ, նենց չի որ շուտ էի հասկացել ցավոք սրտի, բայց Նելի հետ բրիֆինգ անելուց ես ինքս իմ երկարատև թերապիաների եւ ամեն ինչի մեջ այն դեպքում ինչքան էլ գնաս թերապիա, ինչքան էլ այս կողմեն կողմ պատասխանները միանշանակ քո գլխում են մենակ ու մենակ կյանքը կարա այն ընթացքը տա, որտեղ այդ պատասխանները գալիս են։ Ու շատ ցավալի զգացողություն է, այս մեկը սեփական փորձից չի դեռ, հուսով եմ չի լինի, բայց շատ եմ հանդիպել տարբեր տեսանյութերի, տարբեր մարդկանց անձամբ, ովքեր հասուն պատկառելի տարիքում են, 70-անց, 80-անց ու երկրորդ կարծիք իրանց մոտ չկա ու երկրորդ տեսակի պատասխան չկա այն հարցին, ինչի համար ես փոշմանել։ Բոլորն ասում են մենակ չարած բաների։ Արած բաներից ոչ մեկ երբեք չի նո լավ չասեմ ոչ մեկ, որովհետև այնտեղ մի ինչ-որ սպեկտր կա վատարարքների քրիորեն պատժելի, որ իրականում պետք է զղջալ, բայց կյանքում էքսպերիմենտների համար ոչ մեկ չի զղջացել, նույնիսկ եթե հետևանքը վատն է եղել, ու այդ վատն էլ նենց կուզեմ հստակեցնենք վատը ինչ է։ Ոնց են որոշում, որ վատ է, այսինքն ցանկացած արդյունք ինչ որ բանա ջրի երես հանում, ինչ որ կառուցվածքներ, ինչ որ արխիտեկտուրա, ինչ որ պատասխաններ, նույնիսկ եթե մեր ուզած կլոր այս ինչ որ, չգիտեմ, գնդիկը չենք ստանում, բայց ինչ որ պատասխաններ այնուամենայնիվ ստանում ենք, ուստեղ էլի որոշման հարց է ընկնել հուսահատության գիրկը եւ կազմաքանդվել նրանից, որ մեր ուզած արդյունքը չեղավ, թե ամեն դեպքում տեսնել, բա ինչ եղավ, լավ, եթե մեր ուզածը չեղավ, ինչ եղավ։ Ինչ անեմ, որ երկրորդ անգամ սա չէ, այսինքն այդ խաղված դասերի մշակույթը ցավոք սրտի մեր հանրությունում մի քիչ պակասում է, ավելի շատ գերիշխում է դրաման, կազմաքանդումը, զոհի կարգավիճակ ներխուժելը, շատ վախը կյանք փոխելու նկատմամբ։ Ինձ թվում է դա նաև գալիս է օրինակներից, որ ամեն դեպքում մենք մեծացել ենք ավագ սերունդի օրինակը տեսնելով, ովքեր տենց առանձնապես կտրուկ աչու ձախ չեն արել, ու ինքը շատ գալիս կպնում է նաև նրան, որ ասենք այդ հարցերը բազմաթիվ որ մենք ստանում ենք, արդեն 30 տարեկան եմ, մասնագիտություն չգիտեմ, փոխեմ թե չէ, սկսած դրանից վերջացած միանշանակ անձնական կյանքով ու ռոմանտիկ հարաբերություններով, ընտանեկան հարաբերություններով։ Ես գիտես, այսօր շատ կուզեի խոսեինք, որ հարաբերություններ բաց թողելը, հա, էլի եմ ասում, դա ինչ տոքսիկ բաժանվեցինք, թողեցինք գնաց բան, դրա մասին չի խոսքը, չնայած ընդեղ էլ է վաղ թե ուշ բաց թողման փուլը պիտի գա։ Բաց թողելը, երբ դուք զգում եք, որ ձեզ ընդեղ ներսում արդեն վատ է, այս հիմա անձնական կարծիք է հնչում, բնականաբար, ոչ մի ինչ որ մասնագիտական պիտակներ չեմ ուզի նշեմ, բայց շատ հաճախ երբ որ ինձ ասում են, որ դե մեր մոտ չստացվեց այդ շատ վատ էր, ես միշտ հարցում եմ, չստացվեցի տակ ինչի նկատի ունեք։ Եթե ստացվածի պլանկան պիտի վերցնենք մի օր իրար հետ մահանալը նույն օրվա մեջ, այդտեղ ինձ թվում է լիքը հարաբերություններ պարտվելու են այդ պլանկայի մեջ, հա, չի ստացվել։ Իսկ եթե մի քիչ ուրիշ կողմից նայենք, եթե դա չի եղել ինչ որ անverջ տանջանքի, տառապանքի, բռնության ու չգիտեմ ինչերի մասին, ու եթե անգամ, չգիտեմ, միասին եք եղել 5 տարի, այդ 5 տարիներից 4-ը եղել է երջանիկ տարիներ, հետո սկսել է կրիզիսը, ինչ որ եզրակացության եկեք է, ճիշտն ասած դրա չստացվածը ես չգիտեմ որն է, որովհետև կան նույնիսկ եթե մի տարի ա եղել, միանշանակ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր այդ փորձառությունը իրանց կյանքում չեն ունեցել, ու ես կարծում եմ, որ առհասարակ կյանքում ունենալ սեր ու ունենալ հարաբերություններում լինելու զգացողություն, ինքը երևի թե անփոխարինելի բան է, ու մի քիչ տեղ չստացված անվանելը, հատկապես երբ որ դա տարիների մասին է, երբ որ տարիների ընթացքում կառուցածի մասին է, երեխաների մասին է, այդ ամեն ինչը հետո հետագայում պիտակավորել չստացվեց, ստացվածը դժվար եմ պատկերա, ավելի ստացվածը դժվար եմ պատկերացնում ոնց է։ Մի բարձի ծերանալու ասացվածքի հետևանքներն են։ Բայց գիտես, ինքդ քո հետ լինել այնքան անկեղծ ու այնքան կոնտակտի մեջ, որ հասկանալ, որ հա իմ կյանքում ինչ որ իրողությունները իրանց սպառել են, ու ես արդեն ուրիշ բանի մասին եմ, ու ստեղից դուրս գալու ժամանակն է, ինձ թվում է շատ կարևոր է, ու ինձ թվում է այդ զգացվում է։ Դու կարող ես լիքը բան անես չնկատելու համար այդ,
ու դրա վրա հարգելի սիրելիներ գնալու է լիքը ռեսուրս, որովհետև այնքան ռեսուրս ինչքան մարդ ծախսում է ինքն իրան խաբելու վրա ուրիշ ոչ մի բանի վրա ինքը չի ծախսում, չնկատելու համար սենյակում գտնվող փղին իհարկե կարելի է փորձել չնկատել, բայց դուք դրա վրա շատ էներգիա եք ծախսելու, այդ բալանսի մեջ մնալու, հա, որովհետև այն բանից հետո երբ որ դու ընդունում ես, որ հա, փոխելու ժամանակն է, դրանից հետո պիտի գան գործողություններ։ Եթե գործողությունները տենց է չեն գալիս, դու ուղղակի շարունակում ես ապրես այն մտքի մեջ, որ ամեն ինչը վատ է, այդ ավելի տանջող է, էլի, վաղ թե ուշ գործողությունը պիտի գա։ Բայց ես կարծում որ այդ զգացվում է ու զգացվում է ինձ թվում է այդ զգացողություն շատ նման է նրան, որ երբ ամեն առավոտ սկսում ես հագնես ինչ-որ մի հատ շոր, որ քո վրա նեղ է։ Իր մեջ քեզ անհարմար է, ինքը քեզ չի սազում։ Դու առավոտը զարթում ես ու ֆելի պիտի էլի այդ նույն բանը հագնեմ։ Ինչ որ այդ զգացողությունը կա, բայց դու շարունակում ես իրան անverջ հագնել։ Այդ նեղության զգացողությունը աշխատանքի մեջ, ընկերական շրջապատում, երկրում միգուցե երկիր փոխելու մասին է խոսքը, հա, ընտանիքի ներսում, երբ որ սեպարացվելու ժամանակն է, հա, ծնողներից առանձնանալու ժամանակն է, զգացվում է։ Կարող ես լիքը բան անես, քեզ խափես, ցույց տաս, որ կամ քեզ փոքրացնես, այդ շորի մեջ շարունակել տեղավորվելու համար։ Կնիհարեմ կհակնեմ։ Հա, կնիհարեմ կհակնեմ, կամ սկսես անջատես զգացողություններդ, որ չզգաս, որ անհարմար է։ Այս ֆանտաստիկ օրինակ բերեցին, էլ, որովհետև ինչ որ պերիոդ ես մոտապես 9 կիլոգրամ քաշ էի հավաքել անցած տարի։ Ու չափսը շորերից փոխվել էր, ես դա չէի կարողանում ընկալել, որովհետև ես անցած տարի 36 տարեկան էի, իմ 18 տարեկանից մինչև այդ 36 տարեկանը ես շորերի չափս չէի փոխել, քաշ չէի փոխել ու տենց ինչ որ հետաքրքիր մի բան տեղի ունեցավ։ Ու ես կազմաքանդվում էի, որ վայ, շորերս փոքր են, այն որ եթե տենց շարունակեի կարող սննդային վարքի խանգարման հասնեի, որովհետև շորերս փոքր են։ Ես այն բանը հիմա այն քոուչերի տպավորություններից եմ ստեղծելու։ Ես ուղղակի գնացի եւ գնացի մեծ չափի մի չափ մեծ շորեր ու մի հիանալի կազմվածք, մի հիանալի տրամադրություն։ Երբ որ հագնում ես, ինչ որ քեզ սազում է։ Ինչ որ քո հակով է։ Ինչ որ քո հակով է։ Ու ինքնանկալումն էլ է փոխվում, ամեն անգամ հալու մեջ նայելուց չես նորվանանում։ Այդ 9 կիլոն էլ չի երևում։ Ընդհանրապես դա։ Ու ստեղ նաև կուզեմ շատ խոսել, մարդիկ բաց թողելը հասկանում են կորուստ։ Ու ես շատ կուզեմ խոսել կորուստը բաց թողնելու մասին, նաև դա վերաբերում է բոլոր կորուստներին, հա։ Բնականաբար ինչ որ աշխատանքի կորուստը մտերիմի կորուստի հետ անհամատելի են, եզրեր չունեն։ Այն ինչ որ դու չէիր պլանավորել։ Այն ինչը որ չէիր պլանավորել, հարաբերություններն էլ, հա, ինչ որ չգիտեմ, առնչվել է նրա հետ, որ դավաճանելա ու պիտի գնաս այդ հարաբերություններից, կամ ինքնաթողում գնում կորուստ է։ Այստեղ արդեն չի ֆիզիկական վերացումը չի մենակ մարդու քո կյանքից։ Ու այդ կսկիծի վշտի ինչ որ մրմուրների մեջ ապրելը ոչ մի լավ տեղ չի տանում։ Այդ վիշտը պետք է ունենա ժամկետ։ Ոչ մեկ չի ասում հաջորդ օրը այդ կորստից վեր կենալ եւ այն որ վեր կացի եւ քայլիր, մոռացիր դու ուժեղ ես, ես ատում եմ այդ ուժեղի ռոպագանդան, որ դու ուժեղ ես ու չլացես եւ այլն, ես չգիտեմ որտեղից է եկել այդ նոնսենսը, բայց եկել է ու վշտին պետք է տալ ժամանակ, վիշտը պետք է ապրել, վշտի հետ պետք է առանձնանալ, պետք է սեփական անձի հանդեպ ապրումակցում ու ժամանակ։ Բայց այդ ժամանակը երբ ոչ թե քեզ ես տալիս, որ վշտի հետ ապրես, այլ վշտին ես տալիս, մինչև ինքը քո մեջից դուրս գա, դա լրիվ հակառակ ազդեցությունն է ունենում եւ դա ամոքում այդ healing ասվածը լրիվ հակառակն է, այսինքն ինքը սկսում է ավելի կազմաքանդվել ու մարդիկ դառնում են այդ վշտի ընկնում են վշտի տիրապետման տակ, ոչ թե սկսում են տիրապետել իրենց վշտին։ Դրա համար խնդրում եմ նաեւ այդ կորուստներին գիտակցաբար մոտենալ։ Այդտեղ մի քիչ լրացնեմ ասածդ, չկա վիշտ, որ չի անցնում հոգեբանական տեսանկյունից։ Վշտի մասին է հենց խոսքը։ Տխրության մասին չի խոսքը, որը գուցե այդ վշտից հետո կարող է մնա ինչ որ ցավոտ կետերի մասին չի խոսքը, հենց վշտի զգացողության մասին է խոսքը։ Ես ինչ որ ժամկետներ, որ ասում ես ունի ժամկետ միանշանակ ունի, չեմ ուզում ասել, որովհետև հոգեբանության մեջ կա ամեն դեպքում ժամկետներ, որը որ համարվում է, որ պսիխիկան պիտի որ մարսած լիներ ու դրանից ավելի եթե շարունակվում է, հարցեր առաջանում այդ պսիխիկայի նկատմամբ։ Ես ժամկետներ ամեն դեպքում չեմ ուզում նշեմ, մի քիչ կասկածելի մոտեցում է ինքը, բայց պիտի ամեն դեպքում զգաս, որ գնալով դառնում է հեշտ ավելի։ Եթե տենց չի,
հարգելի սիրելիներ, այդ դուք եք անում, որ տենց չլինի։ Ինչ որ պահը գալիս, այդ փուլերը, հա, այդ վշտի ընդունման անցնելու վերջում ընդունումն է։ Ու բաց թողումը։ Ու բաց թողումը։ Ես հայերենը չեմ ասի, տորգից հետո պիտի գա ընդունումը։ Այ այդ տորգի մեջ, երբ որ այն չէ, ես չեմ հավատում, որ տենց է եղել, հա, ինչ որ այդ շղթման մեջ, հա։ Չէ, այդ Ատրիցանյանը։ Ինչ որ է, ինձ թվում է բոլորս հասկացանք ինչի մասին է խոսքը, շատ-շատերը ուզում են մնան, որովհետև կա վախ բաց թողելու։ Եթե ես եկա ընդունման, ուրեմն ես բաց եմ թողում։ Ուրեմն ես ընդունում եմ, որ այդ իրողությունը, այդ մարդը, այն ապագան, որ ես ուզում էի, չի լինելու։ Ընդունումը, որովհետև միանշանակ այդ կոմպոնենտը իր մեջ պարունակում է։ Ու հենց այդ կետին չհասնելու համար շատ ավելի ճակերտավոր հեշտ է մուլյաժը այդ իրողության մարդու շարունակել քո կյանքում պահել, իր հետ կռվել, իրենց նեղանալ, վշտի մեջ մնալ, բայց բաց չթողել։ Ուզում ասեմ, եթե դուք նկատում եք, որ օրինակ արդեն 5 տարի է չեք կարող նախկինին մոռանաք, արժի մտածել ոնց եք դուք դա ձեր հետ անում, որովհետև ստեղ շատ մարդ ասում է, սիրում եմ։ Չէ։ Պիտի հիասթափեցնես։ Խնդիր չկա, սիրո հետ բացարձակ ոչ մի խնդիր չկա։ Սերը մի բան է, որը զարգանում, պահպանվում եւ աճում է փոխադարձության մեջ։ Եթե մարդը ձեր կյանքում չկա, արդեն մնացածը դուք ձեր իլյուզիան եք սիրում ու իր մասին պատկերացումները, հետեւաբար դուք եք արհեստական ձևով իրան պահում ձեր կյանքում։ Այստեղ ուրիշ բան էլ կան, այս մի անգամ կարծեմ էլի ասել ենք էպիզոդում, մարդիկ շատ ամեն դեպքում մեր հանրության մեջ շատ ավելի կարեկից են զոհի կարգավիճակում գտնվող մարդկանց հանդեպ։ Եվ այդ ասացվածքը, որ ընկերը դժբախտության մեջ է հայտ գալիս, հա, դրուկ պազնայոցը վիդե, շատ վատ արտահայտություն է, որովհետև ամեն դեպքում մեր սոցիումում, երբ դու ինչ-որ վշտի կամ ցավի մեջ ես, օգնել ցանկացողների թիվը շատ է։ Ես չեմ ուզում օրինակ ինձ ընկերներ, ովքեր ինձ վշտի մեջ պիտի գան կողքս կանգնեն։ Հենց էդ է։ Աննկարագրելի երևի մի 100-ապատիկ ավելի բարդ է ուրախանալ նույն ուրախությամբ, ընկերոջդ հաջողության, ուրախության, բերկրանքի, դրանից չվնասվել, ձեռքբերումների համար, չփոքրանալ դրա մեջ, չհամեմատվել, չկազմաքանդվել, դա աննկարագրելի մեծ գիտակցություն ու ուժ է պահանջում հետ։ Ու մի բան էլ ասեմ, էլի, ես ես վերջերս եմ ապրես, ես ես վերջերս եմ նկատել, որ Հայաստանում երջանիկ մարդկանց կարծես չսիրեն։ Ու էական չի դու ինչով ես երջանիկ, դու երջանիկ ես քո մենակ ապրելով, դու երջանիկ ես քո ընտանիքով եւ 6 երեխայով, դու ընտանիք ես երջանիկ ես քո գործազրկության մեջ, դու երջանիկ ես, չգիտեմ, քո աշխատանքի մեջ բացառապես, քեզ ապահովող տղամարդով, դու ոչինչ չես անում, քեզ ապահովում են, դու երջանիկ ես ուղակի հորաքույր կամ մորաքույր լինելով եւ չես ուզում երեխաներ, դու երջանիկ ես ծնողների հետ ապրելով, առանձին ապրելով, այսինքն յուրաքանչյուրի երջանկության կոնցեպտը առանձին է եւ երբ որոշ մարդիկ ինչ որ կիսվում են այդ երջանկությամբ, քարկոծողների թիվը ապշեցնում է։ Այսինքն նույն ռիլերի մակարդակով որ նայում ես, ինչ որ կյանք, որը շատ կա, որ իմ պատկերացրածից 180 աստիճանով տարբերվում է եւ իմ երջանկության մոդելի հետ աղերս չունի։ Ու ես չեմ ուզում այնտեղ հայտնվել։ Ու ընդհանրապես երբեք Աստված մի արած չէ, ես հայտնվեմ այդ վիճակում։ Այդ երջանկության մեջ։ Բայց ես բացարձակապես ընդունում եմ լիովին եւ ամբողջությամբ, որ դա տեղ ունի լինելու եւ նման մարդիկ կան, ովքեր այդ միջավայրում երջանիկ են։ Այնքան վատը գրողներ կան, իրենց սեփական երջանկության բանաձևը փաթաթողներ, իրենց չունեցած, բայց պատկերացրած երջանկության մոդելները փաթաթող, բայց որ տեսնում ես ինչ որ մեկը օրինակ ինչ որ տխուր մի բան է հրապարակել, ինչ որ տխուր բանի մասին է խոսում, դժբախտության մասին է խոսում, վշտի մասին է խոսում, այն աղոթող ձեռքերը, ամենները, կարեկցանքի խոսքերն ու սատարող աջակցությունը, դա շատ բան է ասում մեր հասարակության մասին եւ նաեւ բացատրում է ինչի են մարդիկ շատ հաճախ ուզում մնալ այդ զոհի կարգավիճակում, որովհետեւ մենք բոլորը սոցիալական էակներ ենք, այո, մենք ունենք էմպաթիայի եւ ապրոմակցման կարիք, դա շատ կարեւոր բան է։ Ակնկալել բոլորից դա մի քիչ ես իմ այս տարիքում չեմ հասկանում, ճիշտն ասած, որովհետև ես ունեմ շատ քիչ քանակով մարդիկ ումից կուզեմ դա ստանալ, մնացածը ինձ հետաքրքիր չի, բայց այնուամենայնիվ այդ ցանկությունը լինել խեղճ, ուրիշ բառ չգտա, խղճված, կարեկցված, զոհի կարգավիճակում, ու քանի որ դա ասենց համատարած բոլորը հասնում են իրենց հարահերոցներով,
շատ մարդկանց ուղղակի ստիպում է այդտեղ մնալ։ Ենթագիտակցորեն դա ինչ որ գիտակցված որոշում չի, բայց երբ դու տեսնում ես, որ ինչ որ միտեղ ընդունելի ես, նախորդ էպիզոդում էինք խոսում, հա, 2 էպիզոդ առաջ անձնական սահմանների, եւ դու տեսնում ես դա ընդունելի է եւ դա քեզ շահեկան է, դու ենթագիտակցորեն բռնում ես կյանքի այդ վեկտորը, որովհետեւ երբ դու փորձում ես դուրս գաս, այստեղ շատ հետաքրքիր օրինակ էլ կուզեմ բերել ինչ որ հարազատ կորցրած կանանց մասին, ամուսին, զավակ եւ այլն, ովքեր ինչ որ X ժամանակ հետո սկսում են հետևել իրենց, սկսում են շպարվել, խնամվել, վերադառնում են կյանք եւ սկսում են ապրել։ Ու մարդկանց այդ չընդունելը, որ կարելի է ապրել վշտից հետո, այդ քարկոծումը, որ ոնց կարաս դու ապրես եւ այլն, այ դա այդ սարսափելի է։ Ոնց որ վախենաս լինես երջանիկ մեր հասարակությամբ, ես ամենայն դեպս դա եմ տեսել, երբ դու քո ուղով, քո վեկտորով առանց որևէ մեկին խանգարելու, առանց վիրավորելու, մի բան էլ եթե հանկարծ որոշես կես գրամ ավել դա ցուցադրել, սարսափելի է։ Մարդիկ չարացած են ու չեն ընդունում, որ կարելի է երջանիկ լինել շատ տարբեր հանգամանքներում։ Այս մի քիչ շեղվեցի, բայց ուզեցի ասել։ Վերադառնալով բաց թողնելուն, ինձ թվում է մեր հետևորդներն էլ գուցե կարող են զգան, այսօրվա մեր տրամադրությունը ինքը մինորային է։ Ես փորձեցի ձգեմ, խոսում ես, չէ, դա ես զգում եմ, որովհետև ամեն դեպքում այս սեղանի շուրջ 4 տարի նստել ենք, ես զգում եմ մեր տրամադրությունը, ու ուզում ենք նաև բաց թողելը քննարկենք հենց իմ ու Հայկանի օրինակով, որովհետև ես ու Հայկանն էլ ենք գտնվում հիմա այդ վիճակում, բաց թողելու փուլում, որովհետև մենք երկար մտածեցինք իրականում, երևի թե 2 ամիս է մտածում ենք ինչ ենք ասում, ոնց ենք ասում ենք, չենք ասում, հստակություն կա թե չկա այդ հարցի շուրջ, պետք է բաժանվես, բայց տեքստը չես մտածել։ Լրիվ, այն որ ժամանակավոր առանձնանանք, հետո կհասկանանք, իրար հասկանանք։ Բաց թողելը դժվար է։ Ուզում ենք հասկանանք, ինչ որ հստակություն մտցնում ենք, թե չէ, մինչև այս պահը հստակություն մտցված չի, բայց ամեն դեպքում, քանի որ հարցը դիտարկվում է ու որոշեցինք, որ այս հարցը պետք է քննարկենք բոլորով, որտեղ այս ամենը բոլորով է սկսել ենք ու բնականաբար այս community-ի համար է, երևի թե լինենք անկեղծ վերջի շատ ամիսներին ես ու Հայկանը պարբերաբար մտածում ենք նրա մասին, որ այլ կարծիքի այս ֆորմատը ավարտելու ժամանակն է։ Ինչու, որովհետև այն մարդիկ, ովքեր սկսում էին այս ֆորմատ, այս ոդքասթը, ու այն մարդիկ, ովքեր հիմա են նստած այս սեղանի շուրջ, դրանք ռադիկալ տարբեր մարդիկ են։ Ես չգիտեմ էկրաններից են կողմ դա զգացվում է, երևում է թե չէ, բայց դե նախ մենք էլ գիտենք մեր կյանքի այդ ռադիկալ փոփոխությունները, որոնք ազդում են նաև մեր վրա, մեր ներսի ռադիկալ փոփոխությունները գիտենք ու չենք հասկանում ինչքանով է հիմա սա շարունակում լինի մեր մասին, ու հենց այդ հագուստի օրինակով ես կարծում եմ, որ մենք աճել ենք լավագույն առումով ու ֆորմատը մեզ նեղա։ Ու մենք նեղվում ենք ու շատ փորձում ենք փոքրացնենք մեզ տեղավորվելու համար։ Ոչ մի կասկած չունենք օգտակարության հարցում, ոչ մի կասկած չունենք լսարանի հարցում, ոչ մի կասկած չունենք, որ այդ հետադարձ կապը հոյակապ աշխատում է ու որ մենք մինչև այսօր ունեցել ենք աջակցության երևի բարձրագույն level, այն կոմենտները, որ ես միշտ ասում եմ, որ մենք ոչ մի կոմենտ երբեք չենք ջնջում ու չկան ուղղակի այդ վատ կոմենտները, ոչ անձնական նամակներով, ոչ կոմենտներում, այդ մենակ շնորհակալական խոսքեր են, ինչի համար մենք էլ ենք շնորհակալ, բայց ամեն դեպքում ես ու Հայկանը միշտ ունեցել ենք որոշում, որ պիտի լինենք process-ի հետ ներդաշնակ ու սա երբեք մեր համար չի եղել որևէ այլ բանի մասին, քան մեր մասին։ Այսինքն երբեք չի եղել ինչ որ մոնետիզացվելու գաղափար, հայտնիանալու գաղափար, էկրաններին շողշողալու գաղափար, սպղալու այս ամենի հետևում։ Սա միանշանակ եղել է մեր մասին ու խոսակցություն երկու ընկերուհիների, ովքեր այդ խոսակցության ընթացքում նույնպես փորձում են գտնել հարցերի պատասխաններ, որոնք իրենք էլ գուցե չունեն կամ նոր են գտել ու ուզում են կիսվեն այդ հարցերի պատասխաններով։ Ինչքանով է հիմա դա այդպես, ինչքանով են հիմա սեղանի շուրջ նստած մարդիկ, ովքեր երկու ընկերուհի այսքան բանից հետո ամեն դեպքում այդ հարցերի պատասխանների փնտրտուքների մեջ են նենց ոնց սկզբում էին, երևի թե չէ։ Ու երևի թե ինչ որ բան է, ինչի հետ պետքա լինել անկեղծ,
մենք միանշանակ ոչ մի խնդիր չունենք շարունակելու հետ։ Մենք վստահ ենք, որ այս պրոյեկտը հովանավորվող է, մենք վստահ ենք, որ լինելու է աջակցություն, այս պրոյեկտը ընդամենը մի քանի ամիս առաջ վերցրել է մրցանակ, որպես լավագույն ոդկաստ, այսինքն իր հետ խնդիր չկա։ Ու ես ինչի համար եմ թվարկում, որ նենց չի, որ ինչ որ բան պետքա բաց թողել այն ժամանակ, երբ որ ինքը իր վերջի շնչի վրա է ու մի կերպ տանջվում է, ու այդ զուտ չտանջվելու համար է պետք բաց թողնել։ Իրականում ճիշտ ժամանակին Հա, բաց թողնելը այնքան կարևոր է, որ չթողես ոչ ինքը քեզ սկսի քայքայել, ոչ դու իրան քայքայես, ու այդ ոչ էլ վերաբերում անես ամեն ինչի։ զոռով։ Ու Այդ բանից ենք մենք միշտ վախեցել, որտեվ այդ ինձ թվում է ձեզ էլ կզգացվի, մեզ էլ կզգացվի։ Մենք իրականում այս սեղանի շուրջ նստել ենք վատ առիթից հետո։ հա Անմիջապես վատ առիթից հետո, անկեղծ կասեմ, հորեղբորս հուղարկավորությունից 2 ժամ հետո եկել եմ նկարահանման, որովհետև տեղափոխելու եւ այլնի հնարավորություն չկար։ Մենք այս սեղանի շուրջ նստել ենք մեծ վիրահատություններից հետո, առողջական խնդիրներից հետո, մենք այս սեղանի շուրջ նստել ենք անձնական շատ լուրջ խնդիրների մեջ, բայց վստահ ենք եղել, որ դա նախ առանձնապես չի զգացվում, երկրորդը մեզ չի խանգարում, մենք չենք տանջվում դրա մեջ։ Ու շատ վախենում ենք հասնենք այն կետին, որտեղ կարող է սկսենք տանջվենք, ու այդ արհեստականությունը արդեն զգացվելու է։ Այստեղ մի բան եմ ուզում անպայման ավելացնեմ, մեր կյանքում եկող իրադարձությունները մարդիկ, այսպես կարելի է պատկերացնել հերթ։ Չէ՞ մի բան գալիս մտնում դուրս է գալիս, մյուսն է գալիս մտնում դուրս գալիս, ու երբ ինչ-որ մեկը ոտը կախակցում կամ ինչ-որ մի բան ոտքը կախակցում, որովհետև այն հերթը չի հասնում։ Հիմա պատկերացրեք ձեր վիճակը, երբ ինչ-որ մեծ հերթ է, ու ինչ-որ մեկը այնտեղ ոչ մի կերպ չի ուզում իր գործարքն ավարտի, պատվերը ավարտի եւ այլն, ու հերթ է, որ առաջանա այդ հերթը։ Դա շատ սարսափելի բան է։ Իրականում, եթե դուք ճիշտ ժամանակին բաց եք թողում դեպքեր, իրադարձություններ, մարդկանց, ազատվում է մի մեծ դաշտ նոր բան սկսելու։ Ու այդ նոր բանը կարա լինի նոր հարաբերություն, այդ նոր բանը կարա լինի նոր աշխատանք, այդ նոր բանը կարա լինի, երբ դուք օրինակ բաց եք թողել ձեր աշխատանքը եւ որոշել եք հիմնել ձեր անձնականը, աշխատել ձեր վրա, տանջվել հարյուրապատիկ շատ, հետեւաբար ունենալ նաեւ հարյուրապատիկ շատ եկամուտ, արդյունք, հաջողություն եւ վայելեք այդ ամեն ինչն ավելի, քան այն կետը, որտեղից դուրս եք եկել ու ինչը բաց եք թողել։ Իսկ եթե ամեն դեպքում բաց եք թողել ու գործ եք ուզում բացել, Էվոկա բանկի արագ բիզնես վարկը լավագույն լուծումն է, որ կարող եք առաջարկել ինքներդ ձեզ։ Օգտվեք Էվոկայի արագ բիզնես վարկից 5 միլիոնից մինչև 30 միլիոն ՀՀ դրամ կամ $15,000-ից մինչև $80,000 կամ եվրո, 9.22%-ից մինչև 17.89% տարեկան տոկոսադրույքով, առանց գրավի, առանց ֆինանսական հիմնավորումների, առանց հայտի ուսումնասիրության վճարի, միայն երաշխավորմամբ եւ այդ ռիսկը նաեւ շատ հաճախ մեծ բաների գնալու, որ չգիտես ոնց կլինի, տակից դուրս կգաս թե չես գա, բա ես բավարար պայմաններ չունեմ, բա ես բային կողմ եւ այլն, շատ կարևոր է, որ կողքդ լինեն հուսալի մարդիկ, հուսալի գործընկերներ։ Այս պարագայում ես որպես մոտապես 20 տարի բիզնեսում գտնվող մարդ, ավելի լավ բան, քան հուսալի թիմն է, ու սա միայն աշխատանքին չի վերաբերում, ու հուսալի ընկերներն ու գործընկերներն են, եւ իդե մեծագույն արժեքն է, որ դուք կարող եք ինքներդ ձեզ համար ստեղծել, դրա համար ամեն դեպքում, եթե ունեք նման նպատակ, հիշեք Էվոկայի արագ բիզնես վարկերի մասին։ Բայց ամեն դեպքում իրոք այսքան դրամատիկ չենք էլ ուզում ամեն ինչը ներկայացնենք, որովհետև խոսքը նրա մասին չի, որ մենք տենց իրերը հավաքում ենք եւ երկրից հեռանում ենք, խոսքը նրա մասին է, որ մենք ֆորմատն ենք ուզում փոխենք։ Ամենայն հավանականությամբ այն ֆորմատը, այս սեղանի շուրջ, այս միջավայրում նկարվող ֆորմատին գուցե եւ չվերադառնանք, ընդ որում սա հարցականով, մոտակա ամիսներին հաստատ չենք վերադառնա, այդ մի բանը հաստատ ենք որոշել, որովհետեւ մեզ էլ է պետք ժամանակ նախ հանգստանալու։ Մենք էս անում ենք անդադար, մաքսիմում 1 ամիս արձակուրդ գնալով, մտքերը հավաքելու ու ինչ որ նոր պլաններ մշակելու, որոնք կան։
արդեն միանշանական, ուղղակի իրանց պետքա սկսել իրագործել։ Տեղ պիտի ունենանք այստեղ Այո, ազատ։ այո, ու մեր նաև ժամանակ, որովհետև քանի դու զբաղվում ես սրանով, այնտեղ ինչ որ time management-ի խնդիր էլ կա, էլի, նոր բան չես էլ կարող սկսել, իսկ նոր բան մենք ուզում ենք սկսել։ Իհարկե շատ կուզենք, որ այս պրոյեկտն ունենար այնքան գործընկեր, որպեսզի մենք չաշխատեինք եւ մեր ամբողջ ռեսուրսը տրամադրեինք սրան ու չնեղվենք նաեւ ֆինանսապես, բայց դեռ այդպես չի ու մենք ունենք մեր առաջնային commitment-ները, հա, նվիրումները, հայերեն լավը չի բառը եւ ստիպված ենք ժամանակ հատկացնել Իրական չգիտեմ էլ ինչքանով կուզենայի, որ սա դառնար աշխատանք, որովհետև ես կարծում եմ, որ իրա որակը եղել է նրա մեջ, որ իրոք մենք ոչ մի ակնկալիք կախում ու կախվածություն չենք ունեցել process-ից։ Թերևս այդ էլ ճիշտ ասում եմ։ Բայց ուզում ասեմ, նշի ես ու Հայկան ինչ որ տեղ ենք գնում, հեռանում ենք անվերադարձ, մենք ուզում ենք ուղակի վերաֆորմատավորվել, երբ կլինի, ինչ ֆորմատով կլինի, չենք կարող ասել, դրա համար հետևեք մեզ նորություններին ծանոթ լինելու համար։ Բայց կարծում եմ, որ այն Lion King-ի մեջ որ ասում է it is time Simba. The time has come Simba. Հա, the time has come Simba. Երևի թե եկել է այդ պահը։ Ես իրականում հետադարձ մեր անցած ճանապարհին նայելով, որին ոչ առաջի օրն եմ հավատացել, ոչ այսօր եմ հավատում, որ ստեղ նստած ենք։ Շատ հիանում եմ մեզանով։ Այն երկու մարդով, ով 4 տարի առաջ շատ վախեցած, որոշեցին այն ինչ որ որոշեցին, իմ համար ընդ որում բացարձակ լոգիկ բացատրություն չունի մինչև հիմա ինչի այդ որոշեցին, որ ուստեղ երևի թե վառ օրինակն է նրա, որ եթե ինչ որ միտք ունես, ուղղակի իր հետևից պետքա գնալ։ Ու ես իրոք կուզենամ երևի թե այսօրվա մեր մեսեջներից ամենագլխավորը ձեզ լինի են, որ եթե ինչ որ բան ունեք հետ գցած ու մտածում եք, որ պետքա անել, հենց վաղը սկսեք, որովհետև այնքան բան, ինչքան ինձ անձամբ Հայկան իր անունից կասի, տվել է այս պրոյեկտը, անկախ նրանից կյանքի փոփոխությունների, ես այս պրոյեկտը սկսել եմ իմ անձնական ես նկատի ունեմ ներսում, շատ վատ կետից։ Ընդ որում գիտես ինչքան այդ կետից հեռանում ես, ավելի հետադարձ հայացքով ես նայում, քան ավելի լավ ես հասկանում ինչքան վատ է իրեն։ Հա, միանշանակ։ Այնտեղ մի քիչ մեջ են մի տարի հետո մի քիչ ես հասկանում, 2 տարի հետո ինչքան ավելի հեռանում ես, այնքան ավելի լավ ես հասկանում ինչքան վատ էր այնտեղ։ Շատ հետաքրքիր էր իրականում, որ այդ շատ մինուս կետում անգամ ցանկություն առաջացավ ինչ որ բան անելու։ Միտք առաջացավ ինչ որ բան անելու։ Բայց դա լավագույնն էր ինչ այդ պահին կարող էր լինել, որովհետև դրանից հետո այս պրոյեկտը տվեց ինքս ինձ նախ վերադարձրեց, այս մարդուն ես հայլու մեջ արդեն ճանաչում եմ, որին շուտվանից ես չէի հայլու մեջ ճանաչում, ես հիմա ինձ ճանաչում եմ։ Բացի դրանից լրիվ ուրիշ որակի կյանք տվեց ու մարդկանց ում հետ երբեք մենք չէինք ծանոթանա, չէինք առնչվի, եթե սա այս պրոյեկտը չլիներ։ Միանշանակ։ Բացի մարդկանցից ինքնաճանաչման ու ինքնագիտակցման ինչքան մեծ ռեսուրս տվեց, որովհետև տանը փակված, ոչ մի բան չփորձելով, կյանքից խուսափելով, կյանքի փոփոխություններից խուսափելով, տենց գուցե կոմֆորտ է ու գուցե այդ ռաֆինացված իրականության մեջ կարող ես մտածես, որ դու ամենաուժեղն ես, ամենալավն ես, ինչ ուզես կանես։ Երբ որ սկսում ես անես, մի տեսակ սկսում ես առնչվես քո նաև սահմանափակումների հետ, վախերի հետ, քո տեսակի ամենաթույլ կողմերի հետ, ոչ ամենակարողության հետ, խուսափման հետ, ու այդ դրա մեջ հետ, ու այդ դրա մեջ է միանշանակ այդ անձնային աճ կոչվածը իմ համար ամեն դեպքում, դրա համար ես այս 4 տարվա ճանապարհի համար քեզ աննկարագրելի շնորհակալ եմ։ Մարդու ով որ 4 տարի առաջ որոշեց, համաձայնվեց ու 4 տարի է դրա այս մտքից չհրաժարվեց։ Ես գիտեմ, որ իմ բնավորությունը բարիթի թեռնիկների մասին չի, ու ես գիտեմ, որ այդ բնավորությանը պարբերաբար հատկապես ինչ որ շրջաններում բավականին դժվար է եղել դիմանալ։ Մենք հպարտենք քեզանով, որ դու դիմացել ես եւ նոր հոգեբանական տրավմաներ չես ստացել այդ ընթացքում։ Ինձ էլ չես հասցրել։ Ես տենց որոշել էի չլացեմ, բայց լացում եմ։ Ես այն օրը մտածում էի, թե ինչ է անելու ես վերջին 4 տարվա ընթացքում, եթե չլիներ այլ կարծիքը։ Ու շատ սարսափելի տեսարան բացվեց աչքիս առաջ։ Ու այդ կյանքը ինձ հետ դուրս չեկավ։ Ու դա այն կյանքն է, որով ես ապրում էի տարիներ շարունակ։ Իթիվս մարդկանց, ովքեր ավելացան մեր կյանքին, համար ես շատ ուրախ եմ
Հուսով եմ ինեսանսա նայում, որովհետև ամեն դեպքում իմ կյանքի մտերիմ մարդկանցից մեկն է հիմա ինքը եւ հենց ոդկասթով ենք այլ կարծիքի էջով ենք հանդիպել իրան։ Վերջացրած այն ամբողջ ինտրոսպեկցիայի, ռեֆլեքսիաների, նոր խնդիրներ բացահայտելու, նոր էտապներ մտնելու կյանքի ու ինձ համար մասնավորապես դիսցիպլինայի գալու, որ կա բան պիտի անենք, անկախ նրանից, ոնց որ դու ասեցիր, հուղարկավորությունից հետո ենք գալիս, վիրահատությունից հետո ենք գալիս, անձնական խորը դրամայի մեջից ենք դուրս բերում մեզ գալիս, այստեղ հետո գնում դրաման շարունակում։ Մի բան, որը ես ամենայն հավանականությամբ չեմ կարծում հայտնվեի կյանքի ինչ-որ X իրավիճակում, որը նույն ստաբիլությամբ ու հետևողականությամբ ինձ դա սովորեցներ։ Եվ հեսա բան է ստացվում, որ դու ինձ ես քեզ, բայց ես քեզ աննկարագրելի շնորհակալ եմ այդ դիսցիպլինայի ու այդ հետևողականության համար, որովհետև այլ մարդուն ես ուղղակի կուղարկեի գրողի ծոցը շատ հեռու ու կյանքում չէի շփվի ու այս պրոյեկտի հաջողության գրավականներից ամենաուժեղ ինձ թվում է ոչ թե որակն է, ոչ թե բովանդակությունն է, ոչ թե ստեղծած արժեքն ու օգտակարությունն է, այս պրոյեկտի ամենամեծ գրավականը իմ ու քո ընկերությունն է, որտեղ շատ բաներ, որոնք ուղղակի գործնական միջավայրում կարող էին վերաճել կոնֆլիկտի, անհամաձայնությունների, պառակտումների, Ճիշտ ու սխալի բաժանման, ճիշտ ու սխալի բաժանման, դերաբաշխման, իմ ու քոնի եւ այլն, մեր մեջ երբեք չի եղել, որի համար էլի կրկին նորից շնորհակալ եմ իմ ու քո ընկերությանը, որը ինքնին ուրիշ ֆորմատ նաև ձեռք բերեց, ինչ-որ միանշանակ։ այլ էտապ բարձրացավ այլ կարծիքով, ես չեմ ասում մենք չենք լինի ընկերներ, եթե սա չլիներ, բայց այնպես ստացվեց, ոնց որ ստիպված հավասար աճ էինք, հավասար մեծնենք, որպեսզի կարողանանք պահել են ինչ ստեղծել ենք, ոնց որ նու չեմ ուզի երեխայի հետ համեմատել, որովհետև ամեն դեպքում տարբեր բաներ են, բայց չգիտեմ, ընտանիքում երբ ծնողները տարբեր էջերի վրա են հայտնվում ինչ-որ մի պահին, տուժում են առաջինը երեխաները։ Ու գիտակից ծնողները փորձում են մնալ նույն էջի վրա եւ զուգահեռ զարգանալ։ Հիմա մենք շատ օրգանիկ ու շատ ենթագիտակցորեն հավասար բարձրացանք ինչ-որ աստիճանով, դա կլինի անձնային աճի, դա կլինի մասնագիտական, դա կլինի գործնական ու արդյունքում շահեց այս մեր երեխին, մեր պրոյեկտը։ Չգիտեմ ինչ կանենք, բայց այն որ մի բան կանենք, դա հաստատ է։ Չգիտեմ երբ դա կլինի, բայց մի կարևոր բան էլ եմ ուզում ստեղ նշեմ, որ մենք անսպառ շնորհակալ ենք բոլոր այն 8871 մարդուն այս պահի դրությամբ, ովքեր ամեն շաբաթ սպասում են, որ պիտի այլ կարծիքը նոր ամեն շաբաթ չի, երկու շաբաթը մեկ, սպասում են, որ այլ կարծիքը պիտի նոր էպիզոդներ թողարկի, գրում են, եթե չի լինում կամ ուշանում է, միգուցե թիվը շատ մեծ չթվա, ի տարբերություն մի շարք այլ հանրային անձանց բազմահարյուրը հազարավոր լսարանների, բայց մենք երբևէ չենք վերաբերվել այդ թվին որպես թիվ։ Մենք դա միշտ կանգնել ենք ու պատկերացրել ենք, որ այդքան մարդ, անհատ, ինքնություն, այդքան շունչ ու գոյություն հետևում է մեզ։ Դա մի մեծ, շատ մեծ հրապարակ է։ Ու այդ մի հրապարակը հավաքել երկու ընկերուհու քննարկման շուրջ, ոչ պրոֆեսիոնալ ու այդ մի հրապարակ գիտակից, մտածել սիրող, վերլուծության ձգտող, փոփոխության պատրաստ, այլ կարծիքասեր մարդ գտնելը ես համարում եմ տենց ինչ-որ նույնիսկ եզակի տաղանդ, որովհետև շատ հեշտ է գտնել թեթև դոֆամին, էժան դոֆամին փնտրող մարդկանց, ու սա մեղադրանք չի, մենք բոլորս էլ մտնում ենք Instagram լիցքաթափվելու համար, շատ դժվար է գտնել մարդկանց, ովքեր ազատ ժամանակ ուզում են ինչ-որ մի բան, Այմեզ այնքան մարդ է կյանքս քանդեցիք, հավաքեցիք, այդ հեչ բան չի էլի։
Մի անգամ կարծեմ Նարեկի հետ հանդիպման ժամանակ էր արի խոսենք, որ ասեց ես ձեր պատճառով բաժանվել եմ, շնորհակալություն, ոնց որ չգիտես ուրախանաս գետինը մտնես, նեղվես, ներողություն խնդրես, ինչ անես, բայց դե որ վերջում ասեցին շնորհակալություն, մտածեցինք, որ գոհ եմ որոշմամբ։ Յուրաքանչյուր մարդու ով նայել է, նայում է, գրել է, չի գրել, սատարել է, չի սատարել, բայց մեր հետ է եղել ու այլակարծության հանդեպ հանդուրժողականություն ձևավորելու մի կարևոր մասա կազմել, մենք հոգաչափ շնորհակալ ենք, որովհետև այն էլ հիմա, այն էլ էս համատարած ատելության ու նույնիսկ քարոզվող ատելության շրջանակներում սիրել այլ կարծիք, սատարել այլակարծություն, ընդունել այլ կարծիք, շատ բարդ է ու շատ բան է ասում մարդու մասին։ Լրիվ next level-ի մարդիկ են իմ համար են մարդիկ, ովքեր ընդունում են այլ կարծիք, ովքեր ունեն այլ կարծիք ու ես աննկարագրելի ուրախանում եմ, որ երբ տեսնում եմ օրինակ նաև մեկնաբանություններ, որտեղ ոչ միայն մեզ շնորհակալություն են հայտնում կամ գովում են կամ հիանում են, այլ քաղաքակիրթ կառուցողական այլ կարծիք են հայտնում, որտեղ դա էլ իրենց կարծիքն է։ Ու եթե վերադառնամ խոսքի սկզբին, որ կան երջանկության տարբեր մոդելներ, իհարկե մեր ասած շատ մտքեր, քանի դեռ դրանք ինչ որ մասնագիտական հիմնավորում չի տալիս դնելին, դա կարծիք է։ Ու բնավ չի նշանակում, որ մենք այս տարիների ընթացքում ինչ որ մեկին վերևից ներքև փորձել ենք ինչ որ բան սովորեցնել, բացարձակ։ Մենք այնքան էպիզոդ ենք ունեցել, որ սկսել ենք մեկելներ մեզ ասեր։ Հա։ Շատ հարցերի շուրջ չենք խոսել, որովհետև համարել ենք, որ մեր խոսալու իրավունքը չունենք, հա, ու այդ փորձը չունենք։ Ու շատ մի քիչ ճիշտ չի նստել ու խոսել թեորիայի մակարդակով, կա ինչ որ կարդացած գրականությամբ են պարագայում, որ դու նույնիսկ չես անցել այդ ամեն ինչի միջով կամ գոնե մեկ միավոր շատ մտերիմ մարդ չունես, ով անցել ու պատմել է այդ ամեն ինչի մեջ։ Հա, այս սեղանի շուրջ իրոք չի հնչել ոչ մի թեմա, որը որ կամ երկուսից կամ գոնե մեկից անցած ճանապարհի մասին չի։ Ինչպես Նելին էր ասում ամեն էպիզոդի մեջ, այսօր կքննարկենք Հայկանի օրինակով, իսկ է շատ հետաքրքիր կյանք։ Քանի տարի է մեզնից պահանջում են բուլինգի թեման։ Ուրեմն դե ես իմ փորձից չունեի հնարավորություն կիսվեի, չեմ առնչվել, Հայկանի կյանքն էլ ինչքան փորեցի, մասնագիտական բոլոր հմտություններս օգտագործեցի, չգտա։ Ես այսօր կանեմ խոստովանություն, որ միակ մարդում ես կյանքում բուլի եմ արել, ինչ որ կերպ Հետեղելա ցավոք սրտի իմ հարազատ եղբայրը։ Դու այդ պատմել ես մեկ էպիզոդ, ամբողջ էպիզոդ։ Ну հենց բուլինգի մասին չեմ պատմել եմ բանի հասկացել եք բոլորդ ու նա այսօր այստեղ է եւ ես շատ ուրախ եմ որ նա այսօր այստեղ է բայց դիմինա կոծիկ։ Ես կարծում եմ, որ հաստատ արժևում մեզ սպասվում է շատ ավելի մեծ, ավելի լավ բան, քան մենք թողնում ենք յետևում։ Ընդ որում գուցե թողնում ենք, որովհետև էլի ասեմ, այդ հարցի շուրջ իրոք վերջնական որոշում չունենք, բայց ունենք ենթադրություն։ Կարծում եմ, եթե ենթադրության մակարդակով արդեն մեր դաշտ մտել է, երևի թե գործողություն էլ կդառնա։ Ես մեր ընդհանուր ընկերներից մեկի հետ մի քանի օր առաջ խոսելով այս թեմայից, ասում էի, որ արդեն քանի տարի է իմ առավոտը սկսվում է լավ նամակներ կարդալուց։ Հա։ Այդ կամ կոմենտներն են, կամ նամակներն են, ու այդ ինչ որ չգիտեմ, հրաշալի զգացողություն է իրականում, երբ որ դու զգում ես քո օգտակարությունը, ես նամակ չկարդալու հետ հոգեբանական խնդիր ունեմ, դրա համար ես բոլորը կարդում եմ, ու երբ որ քո կյանքում կարող է ինչ-որ փուլ լինի, բարդ, անդրամադիր լինես, անհավես լինես, այս կասկածների մեջ լինես, որոնք որ շատ շուտվանից են իրականում մեր մոտ սկսել, ուղղակի ինչ-որ վերջնական որոշման հենց այդ նամակներն էին, որ մեզ հետ էին պահում վերջնական որոշման գալուց։ Դա անverջ կարևոր է ու մենք անverջ շնորհակալ ենք այն բոլոր պատմությունների համար, որ դուք հավատացել եք, ուղարկել եք, կիսվել եք, վստահել եք, ու առհասարակ գիտես շնորհակալ լինելը բարդ բան է, կարևոր բան է, բայց բարդ բան է։ Երբ մարդիկ կարողանում են իրենց տրված օգուտին ի պատասխան լինել շնորհակալ ու կարողանում են շնորհակալությունը արտահայտել, բարձրաձայնել, բարձրաձայնել, դա կարծում կարևորագույն բանն է ու իրոք դա է, որ մեզ այս 4 տարվա մեջ պահել է այս process-ի մեջ, որովհետև իրոք այս մեր համար մենք միշտ ասել ենք աշխատանքային process-ը, սա աշխատանքային օր է։
այս շաբաթ օրերը մեր համար, մենք շաբաթ օրերն ենք նկարում, շաբաթ օրերն ենք նկարում, որովհետև շաբաթվա մեջ զբաղված ենք, սա աշխատանքային օր է մեր համար full ու այդ ծանրաբեռնվածությունը ունենալու համար շատ պետքա ներքին ռեսուրս ու ներքին որոշում, որը որ միանշանակ այդ հետադարձ կապն է տվել։ Կապ, որի վրա մենք ի սկզբանե երբ որ որոշում ենք, շատ վստահ ենք, որ ումա պետք։ Հետո պարզվեց, որ լիքը մարդու պետք է ու առաջերտին պարզվեց, որ պետք էր մեզ։ Ամենաշատներ Հա, պետք մեզ։ իրականում այնքան բան ինչքան մենք հավատացեք ձեզ հավասար սովորել ենք։ Այստեղ հարցը նրանում չի, որ եթե մենք էինք թեմաները քննարկում, ուրեմն դուք եք մեզնից սովորում։ Այդ թեմաները կամ սովորած էինք մենք գալիս կամ մտածած էինք գալիս կամ քննարկման մեջ էինք ինչ-որ բան հասկանում ու իրոք նայելով հետադարձ, եթե այստեղ ես վստահ եմ նստած լինեին են Հայկան ու Նելին, ովքեր սկսել էին այս աուդիո տարբերակից, ես կարծում եմ իրանք շատ հպարտ կլինեին նախ նրանով ինչ կետի է եկել հասել այս պրոյեկտը, որի վրա իրանք անverջ կասկածում էին ու հեչ չէին հասկանում ինչ են հիմա իրանք այստեղ անում ու նաև շատ կզարմանային ենթադրում եմ որ այս կետում ենք նստած այն բազմաթիվ այսօր մենք էլի եղել է մեր էպիզոդը տեղադրելու օրը երկուսս էլ եկել ենք ստեղ այդ կոմենտները կարդացած ու դա ինչ որ դարձել է այդ մեր կյանքի առօրյայի անբաժան մասը որը որ ուղղակի չգիտեմ չնկատել չգնահատել ու անverջ շնորհակալություն դրա նկատմամբ չունենալ հնարավոր չի Միանշանակ ինձ թվում է, եթե ես մի քիչ էլ շարունակեմ, ոչ թե կհուզվեմ, այլ հոնքուր կլացեմ։ Դե կարող ես հոնքուր լացես հիմա այսօր այս միակ օրն է որ համաձայն եմ Մեկ այդ հապուս որոշմանը կփչանա թե հա ցավոք սա մեր առաջի էպիզոդն է որ ձայնագրում ենք մենք դեռ երկրորդը ունենք ձայնագրելու որը որ դուք ավելի շուտ եք տեսնելու հա ես ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց ովքեր այս պրոյեկտին աջակցել են ովքեր աշխատել են այս պրոյեկտի հետ ովքեր եղել են այս պրոյեկտի կողքը ու հավատացել են այդ սկսող մարդկանցից մեկը այդտեղ մեր հետ նստած է Հրանտ մի հատ կգաս կադրի մեջ է ծոմալայար մի հատ sense բարևի այս մարդը գրեթե միշտ այդտենց սարանքում մի քիչ ընդմիջմամբ վիդեո տարբերակի առաջի կամերա դնողը մի հիանալի արմավներով վերնաշապիկով մարդ ով որ դիմանում է ամեն ժամը գիշերը ժամը 3-ին իմ մեսեջներին որ հրանտ մենակ իրա հա մենակ իմ հրանտ արի Ցվետա կարեկցիան փոխենք մարդ ով որ դիմանալով այդ process-ին հազար անգամ է Ցվետա կարեկցիան փոխում ամինչև ինչ որ մի հրաշալի կետի հասնենք մարդով սկսել է առաջինը նկարի այս ամեն ինչը ու մարդով մեզ հյուր ա եղել մի անգամ ով դիմացել է մեզ այդ հեշտ չի միանշանակ երկու խոսք ձեր մասին Հրանտ իմ համար անսահման երջանկություն ա եղել, տենց չասեմ հաջողություն, երջանկություն ա եղել ձեր հետ աշխատելը, թե փորձի տեսանկյունից, թե մարդկային շփումների տեսանկյունից, ու ես ասել եմ ամեն անգամ այլ կարծիքի նկարանումից հետո ես նաուշնիկները հանում եմ ու նեոյի նման ասում եմ я теперь знаю газлайтинг Հա, ես շատ բան եմ սովորել ձեր պրոյեկտից, թե ձեզնից համբերություն երևի նաև ամենակարևորը երկու աղջկա հետ աշխատելը հեշտ չի մեկի մազնացուր մեկի չգիտեմ ինչնացուր մենք էլ ենք քեզ շատ շնորհակալ սարացրա հա գույնը տակացրա մազերս իմ գույնի չեն իմ մազերս գույնի չեն մազերի գույնի խնդիր ունեցել ենք մի փոքրիկ շրջան եւ ավարտվել այդ սարսափելի շրջանը չէ հիմա մեր Ցվետա կարեկցիանի նկատի ունեի ընդհանրապես որպես մազ ես հիշում եմ իմ կապույտ մազերը լավ տրավմատիկ հիշողությունները մեր չի հիշենք արեստան քեզ ավելի պետք է Мне не нужнее հերմերսի շատ դուք տեսակ Հրանտին բացի այս նկարահանող թիմից ես նաև ուզում եմ շատ շնորհակալություն հայտնեմ ես չգիտեմ ես իրանք նայում են թե չէ պիտի որ նայեն եթե չնայեն մենք ուղարկենք Արենի թիմին այո միանշանակ մենք շատ մի եթերաշրջան էլ մեր հետ աշխատել է իրանց թիմը Արեն ջան մենք աննկարագրելի երջանիկ ենք եղել աշխատել պատասխանատու մարդկանց հետ այո ունեցել ենք նաև վատ փորձառություններ բայց դրա մասին չխոսենք բայց նաև չեմ կարող չնշեմ որ իրոք շնորհակալ ենք այն մարդկանց ովքեր սկսել ու ռելսերի վրա են դրել այս պրոյեկտը ու առհասարակ պնդել են որ իրան պետքա սկսել հովանավորներին բոլոր որովհետև ամեն դեպքում այս պրոյեկտը ունեցել է միշտ գործընկեր ու ձեզ մեր սիրելի լսարան որովհետև ամեն դեպքում իրոք այս ամեն ինչը արվել է ձեր համար ձեր շնորհիվ ու ձեր աջակցության ռեսուրսը ունենալով ես առաջարկում եմ կոմենտներում քննարկենք այս թեման
Ну, հետաքրքիր տարբերություն, հիմա շատ դրամատիկ տարբերություն է լինելու իմ առաջարկի հետ։ Кто о чем? Ես ուզում եի այն ամբողջ գեղեցիկ համայնքը, որ հավաքվել է, հղում տալով իմ էլի մի քիչ առաջվա ասացին, որ մարդիկ չեն կարողանում իրար ուրախությամբ ուրախանալ։ Ես ուզում եմ մի քիչ հակառակն ապացուցենք, ու ամեն մեկս գտի ինչ որ բարեմաղթանք, ինչ որ կնոջ, ովն եմ, կներեք սիրելի տղամարդիկ, կարող եք տղամարդկանց էլ գրել, ուղղակի մեծ մասը մեզ նայողների, դիտողների կանայք են, ու առաջարկում եմ չզլանանք ու Էվոկային կոմենտներում շնորհակալություն հայտնենք, որովհետև մի տարի Էվոկանա մեզ ցույց տվեր ձեր էկրաններին։ Այնպես որ մենք եւս մի անգամ շատ շնորհակալ ենք այդ գեղեցիկ, ֆանտաստիկ, նորարար տեխնոլոգիապես շատ իր մրցակիցներից առաջ գտնվող հիանալի ֆինանսական վստահելի կառույցին, ով վստահեց մեզ կրկին։ Շատ քիչ են Հայաստանում ընկերություններ, ովքեր վստահում են փոքր դիտումներ ունեցող նիշային պրոյեկտներին, որոնք բովանդակության մասին են, այլ ոչ թե էժան դոֆամինի։ Այնպես որ Էվոկա, մենք ձեզ սիրում ենք։ Չգիտեմ ինչ կլինի, բայց հուսով եմ մենք շարունակենք ստանալ նոր տարվա նվերները։ Խնդրում եմ։ Ձեր նվերները մեծ լովն են։ Իրական այսօրվա քննարկման իմաստը նաև նրանում էր, որ ինչպես ես ասացի, մեր լսարանի հետ մենք էլ ենք փոխվել, մենք էլ ենք կյանք ապրել։ Դուք էլ տեսնեք, որ այն մարդիկ, ում դուք հետևում եք ու գուցե ինչ որ հարցերում համարում եք ձեր համար մարդիկ, ովքեր կարող են ուղղություն տալ, հա, ինչ որ մի բան սովորեցնել, ինչ որ մարդիկ ումից կարելի է ինչ որ բան սովորել, ոնց որ նշում եք ու գրում եք, այդ մարդիկ էլ են ունենում դժվարություններ, որ այդ մարդիկ էլ են անցնում են փուլերով, որով որ դուք եք անցնում, ու այդ մարդիկ էլ են հենց հիմա, հենց այս պահին գտնվում այդ փուլի մեջ։ Չգիտեն ինչա լինելու հետո, միանշանակ հստակ հասկանում են ինչ են բաց թողնում, որովհետև այս բացարձակ հեշտ չի։ Ոչ ընկալումը, ոչ տրամադրվածությունը, որտեվ հաստատ նենց չի շատ ուրախ ու երջանիկ դրա շուրջ հավաքվել ենք, նենց չի մտածում ենք երբեք վերջապես բրծնելու այս ամեն ինչից, ու իրոք, եթե անգամ սա մեր վերջին հանդիպումն է այս ֆորմատով, մենք չենք գնում զզված, այսինքն այստեղ հարցը նրանում չի, որ sense կոկորտիդ հասել է, արդեն դե ժամանակն է։ Ու հենց դրա մասին եմ ես ասում, որ հենց այս կետում բաց թողնելուց է, որ հետևից գալիս է միայն լավ այն զզված բաց թողնելուց արդեն մի քիչ Էվոկայից բիզնես պարկ վերցնենք, что ли։ Պրոցեսներ են սկսում։ Պլան ունես, խնդիրը նրանում է, որ պլան չունենք, է։ Ունենք։ Իհարկե ունենք։ Էլ ավելացնելու բան չունեմ։ Ես հուսով եմ, վստահ եմ իրականում, որ մի որոշ ժամանակ հետո կհանդիպենք ինչ որ ուրիշ ֆորմատի շրջանակներում, գուցեև այս ֆորմատի շրջանակներում, բայց օֆլայն միգուցե, օֆլայն հաստատ, այդ հետևեք, կտեղեկանաք մեր պլաններից։ Հա, շատ լավ պլաններից։ կլինի, որ Instagram-ում մեզ հետևեք կամ ինձ ունելին էջերին կամ այլ կարծիքի էջին, որովհետև այլ կարծիքին կամ մեր ընդհանուր գործունեությանը վերաբերող ինֆորմացիան այնտեղ էլ է լինում, որովհետև YouTube-ում հաստատ ինչ որ պերիոդ դադար ենք վերցնելու, իսկապես պիտի հանգստանանք, տեղազատենք այս պրոյեկտից, այո։ Հենց որ երևի թե գուցե վերջին անգամ այսօրվա համար այսքանը։ Bye.